միասին գտնենք, որովհետև ես փորձում եմ բացահայտել ձեզ հետաքրքրող հարցերը, ձեզ մտահոգող հարցերը, եւ ըստ այդմ բլոգը կզարգանա։ Իհարկե նպատակ ունենալով ընդլայնել աուդիտորիան։ Որտեղ եթե ես ասում եմ, որ թեման չի մտահոգում բլոգերներին, սահուն անցում ենք կատարում այլ թեմաների։ Երևի պետք է կարծում եմ մի թերությունը բլոգի կանոնանում, որ նաև իմ կինն ինձ դրա մասին հուշում, որ անհրաժեշտ է, որպեսզի որոշ տեսակետներին, քննադատությանը ես անմիջապես պատասխանեմ, արձագանքեմ։ Բայց մյուս կողմից էլ կա մեկ այլ տեսակետ, որ դա այնքան էլ ճիշտ չէ։ Որ ավելի ճիշտ է, որ ես իմ տեսակետը հայտնում եմ ուղերձով, իսկ հետո բլոգերները տարբեր տեսակետներ ժողովանալիջ են ծավալում, որտեղ վերջերին իմ տեսակետը արդեն հայտնի է, եթե ես ինչ-որ մի տես ի սկզբանե հայտնել եմ։ Իսկ այդ քննարկումներից ես տեսնում եմ ձեր վերաբերմունքը եւ արդյոք հանրությանը այդ թեման եւ նման մոտեցումը մտահոգում է թե ոչ։ Իսկ կառավարության մյուս անդամները պատրաստվում են ինչ-որ ձևի։ Այո, իհարկե։ Հաշտության ունի բլոգ, ես գիտեմ, նույնիսկ ինք ավելի շուտ էր իր բլոգը բացել, քան ես էի բլոգ բացել։ Անկեղծ ասած, մնացած նախարարները չգիտեմ ունեն թե չէ, մենակ հաշտության մասին գիտեմ։ Ուրեմն, ես կառավարություն բառը օգտագործել միայն դες չի գրել, ուրեմն նախորդներն Այո, ես լավն եմ, մնացած վատն եմ։ Չէ, բոլորը։ Հակառակ, ես վատն եմ, մնացած բոլորս վատն ենք, կամ բոլորս չորս տարբեր է։ Ուրեմն հարցս էստեղ է, ինչու Google ուրեմն կամպանիան ավելի շատ է մտահոգված հայոց լեզվի մասին, քան Հայաստանի կառավարությունը։ Քանի որ վերջերս, եթե ծանոթ եք, Google-ում հայտնվեց հայերեն թարգմանիչ, որով կարելի է մի շարք լեզուներից թարգմանել հայերեն եւ հակառակը դեպի այդ լեզուները։ Ուրեմն Հայաստանի սա բազմաթիվ լեզուներ, ընդ որում վրացերեն, ադրբեջանից չգիտեմ, բայց բազմաթիվ լեզուներ ունեին թարգմանիչներ, ընդ որում ամեն տարբեր երկրներում իրենց թարգմանիչները ստեղծում էին։ Սակայն Հայաստանը երբեք այդպիսի քայլեր չի ձեռնարկել։ Այս հարցից ես ուզում եմ շարունակել։ Նաև ընդհանրապես Հայաստանում մտահոգված չեն կոմպյուտերային ծրագրերի հայացման վերաբերյալ։ Ուրեմն մեզանից ավելի փոքրաթիվ ժողովուրդներ, ասենք սլովեններ, էստոնացիներ, իրենց ամբողջ կոմպյուտերային նոր տեխնոլոգիաների լեզուները դարձնում են իրենց լեզուներով եւ իրենց դպրոցները ավարտած, ասենք սլովեներեն ավարտածները կարողանում են լիարժեք օգտվել համակարգչային ուրեմն ծրագրերից։ Ինչու է Հայաստանի կառավարությունը ուզում հայոց լեզուն գցել փողոց եւ դրա փոխարեն մատուցել ուրեմն համանդասերնդին օտարալեզու կոմպյուտերային ծրագրերով որ սովորենք, համ հեշտ է վերցնել, այն ինչ որ կա, դրա համար բացել օտարալեզու դպրոցներ։ Չեմ ասում, որովհետև դուք ասում եք քննարկվել է հասարակության մեջ, բազմաթիվ ակադեմիկոսներ իրենց կարծիքը հայտնել են, ես վստահ եմ, որ դուք գիտեք այդ բոլոր կարծիքները, բայց մտել է օրակարգ։ Օտարալեզու դպրոցներ։ Գիտեք, մի տարօրինակ բան պարզվեց, որ կողմնակիցներ ավելի շատ էին, քան մենք, որոնք դեմ էին։ Ինչով պարզվեց։ Ես բանը հումանիտար ուրեմն գիտական դեպքեր, իրաց կարծիքն են ասել, դա շատ է թե քիչ է ուրեմն։ Իրանք փոքրամասնություն էին կազմում։ Ակադեմիկոսները միշտ փոքրամասնություն են։ Դա այո, նամանավան հայ ակադեմիկոսներ են։ Դա առաջին ուզում եմ հարցնել ձեզ, թե ինչպես եք դուք չափում կառավարության մտահոգության աստիճան։ Եվ եթե դուք այդպիսի Աստերով, դեկատինամ ծրագրերը ասում, օրինակ պիստոլները կան, օրինակ Adobe, հայերեն չկա, սա ցույց է տալու, որ նրանք ավելի մտահոգին, քան Հայաստանի կառավարությունը։ Ես չեմ կարծում, որ նստած աուդիտորիան այդպիսի մեթոդ կընդունի։ Չափման այդպիսի միավոր։ Եթե մենք հավանության ենք արժանացրել մի հայեցակարգ, նշանակում է, որ այդ հարցի շուրջ մենք ավելի մտահոգ ենք, քան Էստոնիայի կառավարությունը, որ այդպիսի հայեցակարգ չի ունեն։ Կարծում եմ կհամաձայնվենք, որ դա մտահոգվածության աստիճանի չափման սխալ եղանակ է։ Դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է, որ մենք մտահոգ չենք, իսկ ես դες հավաստիացնում եմ, որ մենք շատ մտահոգ ենք։
Անքուն գիշերներ ենք անցկացնում, տանջվում ենք, տարբեր մասնագետների ենք հանչում, քննարկում ենք իրանց դիսկուսիաներ ենք անում եւ այլն, եւ խիստ մտահոգ ենք։ Եվ չափման եղանակն մեր մտահոգության շատ բարձր է։ Կարող է մեր որոշումները ճիշտ որոշումներ չեն, կամ մեր որոշումները չեն բավարարում մեր հասարակության որոշ խավերի, դա ակնհայտ է։ Բայց մտահոգվածության առումով համաձայն չեմ ձեր գնահատականի հետ, մենք ոչ միայն մտահոգված ենք, այլ նաև բազմաթիվ քննարկումներ ենք անցկացնել գտնելու համար լուծումները։ Ընդ որում, այն ինչ որ վերաբերում է ձեր կողմից բարձրացրածին, բազմաթիվ անգամ քննարկվել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հանրային խորհրդում, որի ղեկավարը ես եմ, եւ Գագիկը նստած է, որը վերջերս Թեքյան կենտրոնում սուր քննադատությանը արժանացրել կառավարությանը եւ իշխանություններին, այն կարծ պատճառով, որ մենք չենք կիսում իր տեսակետը։ Բայց ինքը թույլ չի տա, որ ես այո, կարևոր շերտի, բայց կարծում եմ, որ Գագիկը թույլ չի տա, որ քանի որ ինքն հենց օպոզիցիոներ է մեր տեսակետներին, թույլ չի տա, որ ես սուտ ասեմ եւ ինքը անձամբ մասնակցել է այդ լիստերին, որտեղ այս հարցը քննարկվել է բազմաթիվ անգամ։ Ընդ որում ունենք նաև մի հայտնի ծրագրավորող պարոն Մանուկյան, որը իր պրոյեկտներ միշտ առաջ քաշում, ավտոմատ թարգմանություններ իրականացնող մի ծրագրային պրոդուկտեր ինքը պատրաստել եւ պահանջում էր, որ մենք ֆինանսավորենք, բայց քննարկումների ժամանակ այդ խորհրդում քիչերը պաշտպանեցին իր տեսակետը, որ մենք պետք է ֆինանսավորենք իր պրոյեկտը, եթե կառավարությունը նմանատիպ ընդհանրապես մտնում այդ մրցակցային դաշտը, կարող է շեղումներ մտցնել, որտեղ այլ ծրագրավորող ընկերությունները նույնպես այդ ոլորտում աշխատում են եւ իրենց պրոդուկտներն են առաջ քաշում։